Բաքսի իտալական որակ, 100-ամյա փորձ եւ անվտանգության բարձրագույն մակարդակ։ Ավելի քան 20 տարի Հայաստանում։ Ողջույն, դուք դիտում եք առաջին լրատվականը, ես Ժիրայր Ոսկանյանն եմ։ Ռուսաստանի նախագահը ստորագրել է օրենք, որը քրեական պատասխանատվություն է սահմանում օտարերկրյա քաղաքացիների եւ քաղաքացիություն չունեցող անձանց հետ բջջային հեռախոսների պայմանագրեր կնքելիս թույլատրված խախտումների համար։ Մասնավորապես օրենքը պատասխանատվություն է սահմանում SIM քարտեր տրամադրելու համար առանց սարքի IMEI կոդը նշելու կամ այդ կոդի մասին գիտակցաբար կեղծ տեղեկատվություն տրամադրելու դեպքում IMEI-ը բջջային սարքի եզակի 15-անոց նշանոց համար է, որը օգտագործվում է օպերատորի ցանցում այն նույնականացնելու համար։ Եվ այժմ զրուցելու եմ Armros ռուս-հայկական փաստաբանների ասոցիացիայի նախագահ, պատվավոր փաստաբան Ռուբեն Կիրակոսյանի հետ։ Ողջույն, պարոն Կիրակոսյան, շնորհակալություն միանալու համար։ Բարազես, շնորհակալություն հրավերքի համար։ Պարոն Կիրակոսյան, նախ սկսենք այս նոր օրենքի մասով, ինչ են իրենց ենթադրում, ինչ խնդիրներ կարող է ստեղծել եւ որոնք են ըստ ձեզ այս օրենքի հիմնական նպատակները, դե մեր զրույցի հիմնական առանցքը նրանում է կայանում, որ Հայաստանի բազում քաղաքացիներ են գտնվում Ռուսաստանում եւ պարբերաբար այդ երկրում տարբեր նպատակներով են լինում, համեցեք։ Այդպիսի օրենք ստորագրվեց վերջերս նախագահի կողմից, հիմա պետք է այդ օրենքը վերաբերվում է հիմնականում բջջային օպերատորներին, դա չի վերաբերվելու քաղաքացիներին, քանի որ Ռուսաստանում պես ասում են email են ասում, այդ IMEI-ը ասում եք, այստեղ կոչվում է email։ Այդ email կոչվածի, ուրեմն, քանի որ ձևակերպողը եւ բազապահողը դա օպերատորն է բջջային, նա պետք է պատասխանատվություն կրի, քանի որ Ռուսաստանում շատ հաճախ է դեպքեր, երբ որ կան ցանցային ուրեմն խարդախություններ, անհայտ անձանց կողմից զանգեր, Ռուսաստանը երբակայ փորձում է այդ ոլորտում ինչ-որ կարգուկանոն ձևակերպի, շատ դեպքերում այդ քարտերը օտարերկրյա քաղաքացիներն են օգտվում, Ռուսաստանում էլ քանի որ հիմա գնում է ռազմական միջոցառում, այս իրավիճակում էլ դրվում են դեպքեր, երբ որ անհայտ քարտերից օգտվում են դրա համար երբակայ այստեղ ուզում են այդ ոլորտում կարգ ու կանոն հաստատել, հիմա բջջային օպերատորը կարող է ուրեմն պատասխանատվություն հրավիրել, եթե նա սխալ է ձևակերպում այդ քարտը կամ ուրիշ քարտի ուրիշ երկնային քարտ են անում, մեկ անձյանով երկու քարտ այդպիսի EMI են անում, որ այդպիսի դեպքեր չլինեն, հիմա պետք է արդեն կլինի քրեական պատասխանատվություն, դա քրեական օրենսդրքի 274/6 հոդվածն է լինելու, որտեղ օպերատորը առաջին անգամ հրավիրվելու է որպես վարչական պատասխանատվության, եւ եթե դա կրկնվի երրորդ անգամ, դա կլինի արդեն քրեական, որտեղ կլինի շատ խիստ պատիժներ, մեծ տուգանքներ, հարյուրավոր հազարների, այդ եմեկ համարը ունենալ բաղկացած է 15 թվից, որոնք չեր կնկրվում մաթեմատիկական սկզբունքով եւ կա ենթադրություն, որ այդպիսի ձևով կարելի է ապահովել, որ մեկ անձի ձեռքը լինի մեկ հեռախոս, քանի որ դա հեռախոսի համարն է, դա քարտի համարը չէ, դա բջջային հեռախոսի գործարանային 15 թվանոց համարն է, ինչպես մեքենաներ ունեն, այսպես կոչված VIN համարներ, նույն ձևի հեռախոսներ ունեն բջջային, այդ եմեկ կոչվածներ լինելով։ Պարոն Կիրակոսյան, այսինքն թերացումների դեպքում քրեական պատասխանատվությունը սահմանվում է բջջային օպերատորների նկատմամբ, թե քաղաքացիների ևս։ Քաղաքացիների նկատմամբ կլինի պատասխանատվություն այն դեպքում, եթե նրանք ուրեմն որևէ անօրինականություն կատարեն, օգտվելով այդպիսի սխալ հեռախոսահամարներից։ Այդ դեպքում դա կարող է լինել եւ որպես հանցանքը ծանրացնող հանգամանք համարվի երբևիցե դատարանում, եթե օգտագործվի որպես հանցանքի կատարելու միջոց, ուրեմն այդպես խարդախ կարգով օգտագործել ուրիշի հեռախոսահամարը կամ ուրիշի համարը հեռախոսային, ուրիշի նույնիսկ հեռախոսը, ուղղակի հեռախոսը բջջային,
Դեռ դա ենթադրական է, բայց այդ ուղղությամբ է գնում, որ երբ որ օտարության քաղաքացին գա Ռուսաստան, հիմա խոսում է դրա մասին, պետք է իբր նա սահմանում նույնիսկ պարտավորվի ձեռք բերել նոր հեռախոս, բջջային հեռախոս։ Այս վերջերս ներքին գործերի ուրեմն նախարարի տեղակալը դրա մասին հայտարարեց, դեռ օրինական չէ, բայց նա հրապարակային դաշտում, ուրեմն հասարակական պալատում դրա մասին հայտարարեց, որ նա դեմ չէ, եթե այդպիսի նոր մտցնե, որ քաղաքացին գա այստեղ եւ այստեղ ձեռք բերի հեռախոս։ Այն ցանկից, որը նրան կառաջարկի ուրեմն պետությունը, որպեսզի այդ հեռախոսը լինի հսկվող։ Այսինքն, անկախ նրանից, թե անձը ինչ նպատակով եւ ինչ ժամկետով է ժամանում Ռուսաստան, պետք է անպայման ձեռք բերի հեռախոս եւ ունենա այս նույնականացում։ Հենց այդ է խնդիրները, որ դեռ պարզություն չկա, ինչ որ դուք ճիշտ եք հարցը տալիս, դեռ ոնց է դա աշխատելու, ինչ դեպքերում այո, ինչ դեպքերում ոչ, դա դեռ պարզ չէ։ Ես հույսով եմ, որ այն անձին, որը կարճաժամկետ են գալու Ռուսաստան, նրանց դա չի վերաբերվի, դա կարող է ենթադրում եմ, որ կլինի այն հանցանցքներ, որոնք երկարատև ժամկետով են հստակ գտնվելու։ Դեռ նորմը չկա, դեռ ուղղակի դա հայտարարություն է եղել, հասարակական ոլորտում տարբեր ձևի արձագանքներ կան եւ այսպեսին բացասական եւ դրական տեսնենք ոնց կլինի մենք հաշվի պետք է առնենք որ Ռուսաստանը շուտով նախընտրական շրջանի մեջ է մտնելու ուրեմն աշնանը շատ հայտարարություններ կարող են արվել այդ ուրեմն միտումով տեսնենք ոնց կաշխատի դա Պարոն Կիրակոսյան, իսկ սա զուտ անձի նույնականացման նպատակ է հետապնդում, այսինքն մենք նախկինում տեսանք տարատեսակ նոր սահմանափակումներ կամ վերահսկողության գործիքներ, խստացումներ, որոնք կիրառեց Ռուսաստանի Դաշնությունը, որպեսզի օրինակ տեղորոշի անձանց, էսանի, էնանի, հա, հազար ու մի բան։ Այս դեպքում սրա հիմնական նպատակը, այսինքն որն է այդ նույնականացում, ասվածի տակ մենք ինչեր ենք օրինակ հասկանում։ Դա արդյոք վերաբերում է օրինակ կոնկրետ տվյալ ինչ որ անձի նաև անձնական բովանդակությանը, որ կարող է ունենալ այդ հեռախոսի միջոցով։ Ռուսաստանը այսօր գտնվում է նորից եթե վերցնենք այսպես վերացական մարդու իրավունքների ուրեմն ապահովման տեսակետից դա մեկ ձև է նայվում, բայց եթե նայել յուրատուկ իրականությունը, որ հիմա Ռուսաստանը գտնվում է, դա մի քիչ ուրիշ ձև է նայվում։ Այսօր շատ դեպքեր կան, ամեն օր բոլորս ես բացառություն չէ, որ նույնիսկ ուղղակի ասեմ ես էլ շատ դեպքերում հեռախոսամարները գնում են խարտախ անձանց ձեռքերը եւ օրվա ընթացքում հաճախականորեն զանգեր են գալիս անհայտ համարներից անօրինական առաջարկություններով ունեն ձեր բոլոր տվյալները անձնագրային եւ ինչ ծավի դա կաշխատի, ինչ հետևանքներ կունենա, ոչ մեկ չի կարող ասել։ Արդեն բոլորս այդտեղ փորձ ունենք նույնականացնել սաղում համարներ Սանոթի համար թե ոչ եւ դավակի արդեն դարել է որպես կյանքի մի մաս եւ երևակայ այդպես փորձում են ապահովել դա որ նվազեցնեն այդպիսի զանգերը այդպիսի քանի որ շատ դեպքերում մարդիկ ուղղակի տուժ են կրում եւ նյութական եւ ոչ նյութական ինչ որ անհասկանալի վարկեր են առաջարկում շատերը համաձայնվում են կարող զանգել պետական մարմինների անուններից ինչ որ հրավիրել ինչ որտեղ Տահաճ բան է եւ ինչ որտեղ դա պետք է կասեցնել իհարկե։ Պարոն Կիրակոսյան, իսկ նախկինում արդեն սահմանված եւ արդեն գործող սահմանափակումներ, խստացումներ եւ այլն, հիմնականում մեր հայրենակիցները ինչ խնդիրների են բախվում եւ ինչ հարցերով են օրինակ դիմում դրանց համատեքստում։ Շնորհակալություն։ Խնդիրները նոր չեն, նրանք արդեն այսպես տրադիցիոն խնդիրներ են, ավանդական, հիմնականում դա ժամկետների հարցն է այստեղ գտնվելու, շատերը չեն հասցնում ժամանակին իրենց երկարացման այստեղ գտնվելու թղթերը ձևակերպել, շատ դեպքերում ոչ իրանց մեղքով, այնպես ինչ-որ շինովնիկական պատճառով էլ դա լինի, դեպքերում ուղղակի մարդը քանի որ լավ չի հասկանում ռուսերեն կարող ինչ-որ խնդիրներ ունենալ։ Հիմնականում նաև որ մեր հայրենակիցները գտնվում են այսպես կոչված հսկվող անձանց ռեեստրի մեջ են, քանի որ ժամանակին չեն կարող իրենց հաշվառման ուրեմն փաստաթղթերը ձևակերպել եւ այլն։ Դա համակարգում աշխատում է այստեղ արհեստական բանականությունը, որն ապահովում է նա մեխանիկորեն անձին միանգամից ձևակերպում է ռեեստրի մեջ եւ
անձը ստիպացել են գնալ ապահովել հիմա շատ այդպիսի մենք էլ ունենք դեմումներ, փորձում ենք օգնել դա է հիմնական խնդիրը այդ ոլորտում է մեր հայրենակիցների նրանք ովքեր այստեղ վաղուց են աշխատում դրա մասին գիտեն աշխատում են այդ ամեն ինչը ուրեմն ցանավետեցի խնդիրներ չունեն քանի որ դա շատ դեպքերում գործատուի պարտականություններ են որ նա տեղեկացնի պետական մարմինները որ պաշտոնական աշխատող հաստիկ ունի օտարպետության քաղաքացու որը ստանում է դա արդեն մի նոր խնդիր է որը հիմա եւս կուզենայի լուսաբանել թույլատրեք այստեղ 2607-ից նոր օրենք ընդունվեց որ պետք է օտարպետության քաղաքացին ունենա նվազագույն կենսական մակարդակի ապահովման ֆինանսական ուրեմն միջոցներ այստեղ գտնվելու համար եւ եթե այդ միջոցների մակարդակը ավելի ցածր են վարտավորը լքել Ռուսաստանը եթե նա աշխատավարձ է ստանում պաշտոնական եւ այդ աշխատավարձը եւս ցածր է այդպիսի պայմանագրերը համարվելու են չեղյալ այն ինչ որ ես ասում աշխատելու է հունվարի 1-ից 27 թվականին բայց հիմա արդեն այդ օրենքը ընդունվել է եւ պետք է սկսի մյուս տարվանից կիրառվել եթե ուրեմն դա վերաբերվել է ոչ թե միայն օտարպետության քաղաքացուն այլ նաեւ նրա ընտանիքի անդամներին եթե նրա ընտանիքի բոլոր անդամները պետք է ապահովված լինեն այդ մակարդակով եւս ընտանիքի ոնց որ Տղամարդը պետք է այնքան կամ երկուսով այնքան աշխատավարձ ունենա, որպեսզի այդ մակարդակը ապահովեն։ Եթե ընտանիքում կա անչափահաս երեխա, եւս նա պետք է ապահովված լինի։ Եթե ապահովված եւ իսկ եթե երեխան դառնում է չափահաս, նա արդեն կամ պարտավոր է սկսել աշխատել, կամ նրանք պարտավորեցնեն ապագայում լքել Ռուսաստան։ Արդեն որպես չափահաս մարդու, որը ունի եկամուտ։ Այդպիսի նորմեր արդեն ընդունվել են մոտակա ապագայում երևակայել արդեն։ Եթե չի կարողանա ապահովել, հարց կբարձրացվի կամ նրա աշխատանքային պայմանագիրը կհամարվի չգործող, իսկ եթե նա աշխատելու է անհատ անձի մոտ, ձեռնարկության, նա պետք է ուրեմն այդ գործատու ֆիզիկական անձը պետք է ապահովի նրա հայերեն կոչվում դա ուրեմն անձնական եկամտահարկը պետք է ապահովի, որպեսզի աշխատող այդպես լինի դա անձնական տնտեսության մեջ աշխատող քաղաքացի, ֆիզիկական անձի մոտ նա պետք է այդ եկամտահարկ ունենա։ Իսկ պետությունը դա հսկելու է թվային պրոֆիլներով, որը պետք է ունենան օտարպետության քաղաքացիները բոլոր, նրանց պարտադրելու են ունենալ թվային պրոֆիլներ, որտեղ այդ տվյալները բոլոր պետք է գործատունել քաղաքացիներ տեղադրեն։ Եթե այդ պրոֆիլում չլինի այդպիսի տեղեկություններ, դա կլինի հիմքեր։ Գիտեք ինչ կա, դա Ռուսաստանում մասսայական ուրեմն խնդիր կա ուրեմն օտարպետության քաղաքացիների հետ ուրեմն գտնվելու, նրանք փորձում են այսպիսի ձևերով դա իհարկե արժեր եւս դա լիներ բացատրելով միգուցե ինչ-որ պրոֆիլակտիկայով լիներ ինչ-որ հասարակական կազմակերպությունների ոլորտով, բայց հիմնականը հիմա այս ուժը դրված է հույսը դրված է վարչական, պետական միջոցների վրա։ Տեսնենք ոնց կաշխատի, կարևորը որ լինի համերաշխություն լինեն, եթե ինչ-որ մեկը համաձայն չէ, դա կարող է բողոքարկել դատարան եւ փորձել պաշտպանել սահմանադրական իրավունքները, դա արդեն անհատական հարց է ամեն մեկի համարություն։ Պետք է համայնքները աշխատեն այդ ոլորտում ազգային, ես չեմ լսել որ նրանք ինչ-որ բան անեն, որպեսզի պետականացաներին փորձել ինչ-որ առաջարկություններ անել, դառնալ կամուրջ, ոչ պետական, աշխատեն համայնքների հետ, ստեղծեն իրավաբանական ընդունարաններ, որպեսզի աշխատել հայրենակիցների հետ։ Շատ բան կա, որ չի արվում։ Եվ խնդիրները շատ դրանից են գալիս։ Շնորհակալ եմ, պարոն Կիրակոսյան։ Զրուցակիցս Արմրոս ռուս-հայկական փաստաբանների ասոցիացիայի նախագահ Ռուբեն Կիրակոսյանն էր, մնացեք առաջինի հետ, ես Ժիրայր Ոսկանյանն եմ։